Այդ հրաշագործ մարդը պարգևեց նոր կյանք, նոր սիրտ։ Այդ հրաշագործ մարդը սրտաբան ազգային հերոս Հրայր Հովակիմյանն է։ Լեգենդներ են պտտվում բժշկի անվան շուրջ։ Մեր երկրում սրտանոթային վիրաբուժության հիմնադիրը Հայաստան ժամանելուն պես շատ հաճախ միանգամից ուղևորվում է հիվանդանոց, կորցնելու ժամանակ չունի։ Օրինակ, այցերից մեկի ժամանակ 2 շաբաթում առողջացրել է 30 հիվանդի սիրտ։ Մայիսի 13-ը ծննդյան օրն է այն մարդու, ում անունը շատերի համար վաղուց դարձել է կյանքի ու հույսի խորհրդանիշ։ Հրայր Հովակիմյանը դարձավ 73 տարեկան։ Երբ որ 91-ին Հայաստան եկա, մի 7-8 խենթեր կային, որոնք մի երազի հավատացի, իմ գործընկերները, որոնք առաջին փչիչն էին գոյավորելու նախ երազանքը եւ կամաց դարների տասկի իրագործելու։ 90-ականների սկզբին, երբ Հայաստանից զանգվածային արտագաղթ էր տեղի ունենում, կային մարդիկ, ովքեր հակառակ ուղղությամբ էին գալիս կառուցելու եւ ստեղծելու։ Նրանցից մեկը հենց բժիշկ Հովակիմյանն էր։ Առաջին վիրահատությունները Երևանում արել է ցուրտ ու մութ տարիներին, հովարային անջատումներով, առանց ջեռուցման, կարճ ասած սրտի վիրահատության համար ոչ բավարար պայմաններում։ Նա մեր հանրապետության ազգային հերոսի կոչմանն արժանացած առաջին բժիշկն է։ Մարդ, ով ավելի քան 30 տարի զուգահեռ աշխատում է Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Հայաստանում երբեք չի վարձատրվում, ինքն է այդպես որոշել։ Սիրիահայ բժիշկը Հայաստան եկավ միջազգային փորձով ու ամերիկյան կրթությամբ, վերադարձավ հայրենիք իրականացնելու իր երազանքը։ Այդ տարիներին նա մոտ 40 տարեկան էր։ Նրա վերադարձը դարձավ շրջադարձային ոչ միայն մեկ հիվանդանոցի, այլև ամբողջ ոլորտի համար։ Նրա գործընկերներն ու աշակերտները նշում են, եթե չլիներ Հովակիմյանը, Հայաստանի սրտային վիրաբուժությունը շատ ավելի ուշ եւ շատ ավելի դժվար ճանապարհով կզարգանար։ 1993 թվականից նա դարձավ այն առանցքը, որի շուրջ սկսեց ձևավորվել ժամանակակից սրտաբանական համակարգը։ Նախ զարգացավ մանկական սրտաբանությունը, հետո մեծահասակների սրտային վիրաբուժությունը։ Այդ տարիները հիշում են որպես հիվանդանոցում ապրելու ժամանակաշրջան։ 1993 թվականին հենց նրա գլխավորությամբ հիմնադրվեց նոր Քմարաշ բժշկական կենտրոնը։ Նա Երևանում բնակարան չունի, հաճախ գիշերում է հիվանդանոցում, ժամանակը ամբողջությամբ նվիրելով վիրահատություններին։ Բժիշկ Հովակիմյանը չի ամուսնացել, բայց աշակերտները դարձել են նրա երեխաները։ Նա արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում Երևանի պատվավոր քաղաքացու, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի։ Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, հայրենիքի մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով եւ այլն։